Այնտեղից նավակով առանձին գնաց մի ամայի տեղ։ Երբ ժողովրդի բազմությունը լսեց այս, քաղաքներից հետիոտը նրա հետևից գնաց։ Եվ երբ նա ցամաք ելավ, տեսավ բազում ժողովուրդ, գտած նրանց և բժշկեց նրանց հիվանդությունները։ Երեկոյան դեմ աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Այստեղ ամայի է, և օրը տարաժամել է, արձակիր այս ժողովրդի բազմությանը, որպեսզի գնան շրջակա գյուղերը ու իր համար ուտելու բան գտնեն»։ Եվ Հիսուս ասաց. «Հարկ չկա, որ նրանք գնան, դուք նրանց ուտելու բան տվեք»։ Երբ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի 5 նկանակից և 2 ձկից»։ Եվ նրանց ասաց. «Այստեղ բերեք այն»։ Եվ հրամայեց ժողովրդի բազմությունը նստել խոտի վրա, վերցնելով 5 հացերը և 2 ձկները, նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և նկանակները աշակերտներին տվեց, իսկ աշակերտները ժողովրդին։ Բոլորը կերան և հագեցան, և 12 տակար լիքը կտորտանքներ մնացորդներ վերցրեցին, և նրանք որ կերան մոտ 5000 հոգի էին, չհաշված կանանց և երեխաների։ Սիրելի հավատացյալներ, այս փոքրիկ հատվածի մեջ շատ կարևոր ճշմարտությունների մասին է ենթատեքստում խոսում Աստված մեզ։ Այնտեղ նավակով առանձին գնաց մի ամայի տեղ։ Հիսուս երբեմն առանձնանում է։ Առանձնություն քրիստոնյաների համար։ Երբ որ ուզում ես հոգևոր կատարելության կամ աղոթքի մեջ լինել, առանձնանում ես։ Եվ Աստված ինքը առանձնացավ։ Աստված առանձնության կարիք չուներ, բայց Աստված առանձնացավ քեզ ցույց տալու հոգևոր առանձնության կարևորությունը։ Եվ ժողովրդի բազմությունը լսեց այս մասին, քաղաքներից հետիոտը գնաց նրա հետևից։ Մարդը կարիք ունի հոգևոր խոսքի։ Մարդը ապրում է հոգևոր խոսքով, որովհետև առանց հոգևոր խոսքի հոգին ի վիճակի չէ սնվելու, կշտանալու և հագենալու։ Մենք ևս գալիս ենք Աստծո տուն հագենալու, կշտանալու, սնելու մեր հոգիները, սնելու մեր ներաշխարհը, ինչը որ մեզ հոգևոր լիցք է տալիս ապրելու, արարելու և ստեղծելու համար։ Երբ նա ցամաք ելավ, տեսավ բազում ժողովուրդ։ Երբ որ մենք գալիս ենք Աստծո տուն, Աստծո հայացքի ներքո ենք և մշտապես Աստված տեսնում է մեզ ամեն տեղ։ Մեզ թվում է, թե Աստված հեռու է մեզանից, շատ հեռու է մեզանից։ Աստված քո ներսում է, քեզ ներսից է տեսնում Աստված։ Քո հոգու մեջ է Աստված և տեսնում է քո ամեն բարին, ամեն վատը, ամեն հանցավորը և ամեն բարիքը, որ կատարում ես։ Աստված միշտ իր հայացքը իր զավակների վրա է։ Մեզ թվում է, թե ինչ-որ մի բան անելուց Աստված չտեսավ, ինչպես որ բոլոր տեսախցիկները քաղաքում նկարում են ամեն բան, Աստծո հայացքը շատ ավելի ներթափանցող է մեր հոգին տեսնելու, գնահատելու, օրհնելու կամ չօրհնելու համար։ Տեսավ բազմությունը, միշտ է տեսնում Աստված իր զավակներին և բազմությանը, գտած նրանց և բժշկեց նրանց հիվանդությունները։ Այս վայրում, այս առանձնության վայրում անապատ է ասում։ Տափաստանային մի վիճակ, որտեղ գրեթե ոչ մի բան չկար, բացի ուրեմն ամայի մի տեղ,
Հիսուս բժշկեց հիվանդությունները։ Հիսուս տեսնելով մարդկանց, երբ որ գալիս են իր հետևից, անտարբեր չի Հիսուս քո նկատմամբ։ Երբ որ տեսնում է, որ քո քայլը գալիս է դեպի Աստծո տուն, կամ քո ձեռքում է Սուրբ Գիրքը, եւ դու կարդում ես Աստծո խոսքը, Աստված ինքը բժշկում է քեզ, որովհետև Աստծո խոսքը երկսայրի սուր է, սուր, որը երկու կողմից սրված է, որը կտրում է մեղքեր, որը կտրում է հիվանդություններ եւ բժշկում է քեզ ամեն տեսակ ախտերից եւ հիվանդություններից։ Ոչ միայն Հիսուս բուժեց մարդկանց հիվանդությունները, այլ նաեւ բուժեց նրանց հոգիները, որովհետեւ հոգեվոր տկարությունները ծնում են մարմնավոր տկարություններ։ Մի առիթով եւ շատ անգամ խոսել ենք այս մասին, որ բոլոր հիվանդությունների արմատը, բոլոր տկարությունների, ֆիզիկական տկարությունների արմատը թաքնված է հոգու մեջ։ Հոգուց է ծլարձակում տարբեր տեսակի ֆիզիկական հիվանդություններ։ Եվ ահա Աստված արմատախիլ է անում հոգևոր հիվանդությունը բժշկելու, ամոքելու, ապաքինելու եւ կատարյալ դարձնելու նաեւ քո ֆիզիկական վիճակը։ Եվ ահա երեկոյան, տեսեք, երեկոյան դեմ աշակերտները մոտեցան նրան եւ ասացին. մինչև երեկո Հիսուս բժշկում էր եւ հոգեվոր սնունդ էր տալիս 5000, ես կասեի 10000, որովհետեւ մենք տեսնում ենք, որ չհաշված կանանց եւ երեխաների 10000 մարդու Հիսուս իր առաքյալներով սպասանում է հոգևոր կարիքները հագեցնելու համար։ Երեկոյան աշակերտները մոտեցան նրան եւ ասացին. այստեղ ամայի է, օրը տարաժամ, արձակիր այս ժողովրդի բազմությանը, որպեսզի գնա շրջակա գյուղերը իր համար ուտել։ Երբ որ հագերում է մարդու հոգին, մարդը նաեւ սնվելու կարիք ունի։ Մարդը նաև նյութ է, մարմին է եւ կարիք ունի սնվելու։ Երբ որ քաղցածին քարոզում ես Աստծո խոսքը, ավերվում է գործը։ Այս հրաշքի մեջ Աստված սնեց մարդու հոգին, բժշկեց մարդու հոգին, բայց նաև մտածեց նրա նյութական սնունդի մասին։ Երբ որ մենք կարդում ենք Հայր մեր աղոթքի կառուցվածքը, սկզբի մի քանի համարներ Հայր մեր աղոթքի մեջ Աստված խոսում է հոգևոր բաների մասին։ Սկզբից հոգևոր բաների մասին, Հայր երկնավոր, քո արքայության մասին, մեղքերի թողության մասին։ Հետո գալիս է հաց մեր անապազոր ու մեզ այսօր։ Անապազորը հացը ևս կարևոր է։ Հիշում եք, մինտեղ Հիսուսն ասեց. Խնդրեք Աստծո արդարությունը եւ արքայությունը եւ ավելիով կտրվի ձեզ։ Երբ որ մենք խնդրում ենք նախ եւ առաջ փող, նախ եւ առաջ նյութական, շատ ծիծաղելի է սա։ Երբ որ դու խնդրում ես Աստծո արքայությունը եւ արդարությունը, մյուս բաները ավելիով Աստված տալիս է քեզ։ Եվ Հիսուս ասաց. հարկ չկա, որ նրանք գնան, դուք նրանց ուտելու բան տվեք։ Աստված հոգում է նաև մեր նյութական կարիքները, բայց ձեռնունային ծուլությամբ չի տրվում մարդուն ոչինչ, եթե չկա աշխատանք։ Մարդը աշխատանքով է նաև ստեղծում իր բարիքը, իր կեցությունը, ապրելակերպը, իր դրամը եւ նյութական կարիքները։ Եվ նրանք ասացին նրան. այստեղ ուրիշ բան չկա, բացի 5 նկանատ երկու ձկից։ 5 գարեհաց եւ 2 ձուկ, որը մի փոքրիկ երեխայի պայուսակի մեջ է։ Ուրեմն ընդամենը 5 նկանակ, երևի մի 2 հոգու, 3 հոգու սնունդ է, որ հայթայթվեց 5 հաց եւ 2 ձուկ։ Եվ նրանք ասացին այստեղ, եւ Հիսուս ասեց նրանց. այստեղ բերեք այդ։
Եվ դամայեց ժողովրդի բազմությանը նստեց խոտի վրա և վերցնելով 5 նկանակը և 2 ձուկը նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց նկանակը, աշակերտներին տվեց և նրանք բաժանեցին ժողովրդին։ Երբեմն մեր ունեցվածքը, երբեմն մենք ինքներս երբ որ մեզ նայում ենք, գրեթե ամեն բան մեզ քիչ է թվում։ Ինչ որ ունենք, երբեմն մենք անբավարար ենք։ Այս չունենք, այն չունենք, այն չունենք։ Բայց Աստված ամենակիչը արժևորում է։ Երբ որ քո չունեցածը կամ քիչ ունեցածը դնում ես Տիրոջ ձեռքերի մեջ, այդ ունեցածը դառնում է բազում մարդկանց համար օգնություն և կերակրի հաց։ Մի ասա չունեմ, ունես շատ ունես դու, ունես հոգևոր նկարագիր, ունես շնորհներ, ունես աստվածային մեծ կարողություններ, որ Տերը տվել է քեզ։ Մի ասակ չունեմ և մի համեմատվիր մյուսների հետ։ Եթե ես ուզենամ համեմատվեմ մյուսների հետ, միշտ իմը քիչ է լինելու։ Ում հետ համեմատվեմ։ Ոչ մեկի հետ։ Երբ որ համեմատվեմ սուրբերի կամ Աստծո հետ, կտեսնեմ իմ հող և մոխիր լինելը, չնչին արարած լինելը։ Եվ 2 ձուկը և 5 հացը դնելով Տիրոջ ձեռքերի մեջ կերակրվեցին 10,000 հոգի։ Հիսուսը վերցրեց, օրհնեց հացը և ձուկը, նայեց երկինք, ցույց տալով իր և Հոր հավասարությունը և խնդրեց օրհնություն։ Մեր ունեցածը կարիք ունի Աստծո օրհնության։ Մեր ունեցածը, թեպետ և համարում ենք չնչին կամ ինչ-որ մի փոքրիկ բան, դնելով Տիրոջ ձեռքերի մեջ, դա դառնում է լեցուն օրհնություն հազարավոր մարդկանց համար։ Գուցե պարզ չեմ խոսում, հասկանալի չի թվում սա։ Այսինքն 2 լուման Հիսուսը տեսավ, որ կինը գցեց գանձանակի մեջ։ Այսօր ևս նայում է այն փոքրիկ բանին և արժևորում է Աստված։ Մի ասա, թե մի բաժակ ջուրը փոքրիկ բան է ինչ-որ աղքատին հյուրասիրելու կամ մի կտոր հաց։ Մի ասա, թե ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել, կարող ես։ Մի ժպիտով դու կարող ես մարդուն երջանկացնել։ Մի չնչին քաղցր խոսքացելով դու կարող ես այդ մարդու ներսում վառել հոգևոր լույսը։ Մի ասա, թե չունեմ, այդ փոքրիկ բանը կերակրեց բազում ժողովրդի։ Եվ հետաքրքիր է, որ երբ որ օրհնեց, երբ որ կտրեց հացը, տվեց առաքյալներին, առաքյալները բաժանեցին ժողովրդին, հաղորդության խորհրդի նման է այստեղ։ Այսինքն, երբ որ մենք հիմա պատարագին ամբողջ հոգևոր լիցքերով ենք տրամադրված, մեղքերի թողություն, խոնարհվում ենք Աստծո առաջ, խոստովանում ենք մեր մեղքերը, նոր հետո մոտենում ենք այստեղ հացը, գինին ճաշակելու համար։ Այսինքն հոգևոր մաքրությամբ է, որ հետո գալիս է ֆիզիկական կերակրի ուտելու, որովհետև ով ճաշակի Հիսուսի հացը, նա երբեք չպիտի քաղցի և քաղց չի զգալու։ Ով ճաշակի Հիսուսի ջուրը, Հիսուսն է ասում, եկեք ճաշակեք, խմեք ինձ, երբեք չի ծարավելու։ Եվ Հիսուս երբ որ կտրեց այս հացերը տվեց առաքյալներին, սա նշանակում է, որ սրբերի բարեխոսությունը միշտ օրհնություն է բերում մեզ։ Սուրբերը ովքեր էին, 12 առաքյալները պլյուս 72 առաքյալները, որ այդ պահին 10,000 հոգու սպասարկում էին։ Հիսուսը տալիս էր և չէր սպառվում, անընդհատ գնում էր, այսինքն դու երբ որ տալիս ես, քո մոտ չի պակասում, քո մոտ ավելանում է։ Երբ որ ասում ենք մեծահարուստներին, ունևորներին, օգտակար պիտի լինեք այս հարցերում, մարդիկ դրսևորում են ժլատություն և նրանք ոչ թե այդ մի կտոր, այդ ձուկը կամ հացը, որ իրանցից պիտի զոհաբերեն, իրանց մոտ 10 նապատակ պիտի ավելանա։ Ուստի սիրելի
քրիստոնյաներ այս ճշմարտությունների մասին, այս փոքրիկ հրաշքի մեջ, որ Տերը խոսում է, բացում է մեզ համար։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գիրքը, տողատակում շատ հրաշալի բաներ կան, պետք է հասկանալ։ Պետք է խնդրել Աստծուց, որ Տերը բացի տողատակը ինչ է ասում։ Սա հրաշք է։ Աստված ոչինչից ստեղծեց աշխարհը, ոչ մի բանից ստեղծեց աշխարհը։ Բայց 5 հացը եւ 2 ձուկը ցույց տվել, էլի կարող էր ոչ մի բանից կերակրել 5000-ը, բայց այստեղ կերպարանափոխեց ձևը, փոխեց, որ կա Աստված այսօր եւս չնչին բանից հսկա բարեգործություններ կարող անել եւ անում է։ Ուստի թող հացի բազմացման այս պատկերը մեզ հուշի եւ առաջնորդի, որ այսօր, երեք այսօր եւ վաղը Աստված կերակրում է ժողովրդին։ Աստված սնում է հոգևորովի ժողովրդին, Աստված լիացնում է ամբողջովին իր որդիներին, զավակներին եւ բոլորիս։ Փառք ես Տեր, որ քո հովանու ներքո ենք